Այսօր հատկապես հուզիչ ու նշանավոր օր է դերասանուհի Ռոզա Դավթյանի կյանքում։ Վերջապես տեղի է ունենում նրա հարսանիքը, մի իրադարձություն, որի մասին ամիսներ շարունակ հետաքրքրությամբ խոսում էին երկրպագուներն ու լրատվամիջոցները։ Ռոզան, ով մշտապես աչքի է ընկել իր նուրբ ճաշակով և բացառիկ զգացմունքայնությամբ, իհարկե, հարսանիքի օրը ևս հավատարիմ է մնացել իրեն, ստեղծելով անմոռանալի, շքեղ, բայց միևնույն ժամանակ ջերմ ու մտերմիկ մթնոլորտ։ Միջոցառմանը ներկա են նրա ընտանիքի անդամները, մտերիմ ընկերներն ու գործընկերները, ովքեր երկար տարիներ եղել են նրա կյանքի տարբեր փուլերի ականատեսներն ու աջակցողները։ Ապրիլի 25-ին տեղի ունեցած նախահարսանեկան արարողությունն արդեն իսկ նախանշեց, որ Ռոզան պատրաստվում է բացառիկ ու յուրօրինակ միջոցառման։ Այդ օրը դերասանուհին զարմացրեց բոլորին իր գեղեցիկ տեսքով, ընտրված դիզայնով և յուրօրինակ տոնական մթնոլորտով։ Սակայն այսօր հարսանիքին իրական օրը նա կգերազանցի նույնիսկ ամենամեծ սպասումները։ Այսօր Ռոզա Դավթյանը ևս մեկ քայլով կմոտենա նոր ընտանեկան կյանքի իր երազանքին, իսկ բոլոր նրանք, ովքեր սիրում ու հարգում են նրան, շնչակտուր սպասում են առաջին համատեղ լուսանկարներին և անկեղծորեն մաղթում են նրան անվերջ երջանկություն, սեր ու խաղաղություն։ Այսօրն անպայման պատմություն կդառնա վառ, գեղեցիկ և անմոռանալի, ինչպես ինքը Ռոզան։ Իսկ դուք միացեք մեր ալիքին, որպեսզի առաջին կադրերը հենց դուք դիտեք։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն Անգելինային։ Դերասանուհին մեր ժամանակի այն հայտնիներից է, ում կերպարը էկրանին և նրա իրական կյանքը նույնքան հետաքրքիր ու հմայիչ են։ Նրա անունը վաղուց դուրս է եկել միայն դերասանուհու սահմաններից։ Ռոզան դարձել է ոճի, կանացիության, անկեղծության յուրահատուկ համադրության խորհրդանիշ, մեկը, ում յուրաքանչյուր հրապարակում անմիջապես դառնում է քննարկման թեմա։ Ի սկզբանե դերասանուհին ընտրեց մի ուղի, որը պահանջում էր ոչ միայն մասնագիտական նվիրվածություն, այլև անձնական կյանքի նկատմամբ զգուշավոր մոտեցում։ Ռոզան միշտ պահել է իր անձնական տարածքի սահմանները, հեռու պահելով սիրո պատմությունը, ընտանեկան առօրյան և հարաբերությունների մանրամասները հանրային ուշադրությունից։ Նա կարծես շատ լավ էր հասկանում հանրային մարդու և անձնական երջանկության սահմանների կարևորությունը, և դրա մեջ էլ էր իր յուրահատկությունը, երբ ամեն բան պարզ չէ, որ պետք է ասվի, որպեսզի սիրվի։ Սակայն վերջին ամիսներին Ռոզա Դավթյանը կարծես մի նոր փուլ է ապրում։ Նշանադրությունը, որին հետևեց մեծ հետաքրքրություն, ստեղծեց մի նոր ալիք։ Արդյոք երբ կլինի հարսանիքը։ Արդյոք կհայտնի իր սիրելիի անունը, արդյոք ցույց կտա նրա դեմքը։ Այս ամենին դերասանուհին արձագանքեց իր համար բնորոշ հանգստությամբ։ Նա չշտապեց, չփորձեց մրցել ուրիշների հետ, հրապարակելով շքեղ լուսանկարներ կամ ցուցադրելով հարաբերությունների մանրամասները։ Փոխարենը նա ապրեց այդ ամենը ներսում ամուր, հստակ ու գեղեցիկ։ Իսկ հիմա, երբ հարսանեկան օրերը մոտենում են, հանրությունը կրկին շունչը պահած սպասում է։ Ռոզան այս օրերին էլ պահում է իր լուռ ներկայությունը սոցիալական ցանցերում, պասիվ լինելով, գրեթե չպատասխանելով երկրպագուների հարցերին, բայց փոքր ակնարկներով, հուշելով, որ մեծ ու կարևոր բան է լինելու։ Լրատվամիջոցներն արդեն վստահ են՝ հարսանիքը մոտ օրերս է։ Դերասանուհու պասիվությունն էլ դրա վառ ապացույցներից է։ Նրա մայրիկը մասնագիտությամբ վարսահարդար է, այս օրերին ևս հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նախահարսանեկան արարողության ժամանակ նրա շքեղ արտաքին տեսքը, նրբաճաշակ կերպարն ու դստեր կողքին փայլելու ձևը հիացրել է բոլորին։ Ռոզայի մայրիկն իր մասնագիտությամբ ու նուրբ ճաշակով տարիներ շարունակ եղել է դստեր կողքին, ստեղծելով ոչ միայն կերպարներ, այլ նաև վստահություն ու հենարան կյանքի ամենակարևոր պահերին։ Իսկ ինչ կլինի հարսանիքի օրը։ Արդյոք Ռոզան կպահպանի այն գաղտնիությունը, որ մինչև այժմ այդքան խնամքով պահպանել է։ Կհաջողվի նրան խնդրել հարյուրավոր հյուրերին չհրապարակել լուսանկարներ ու տեսանյութեր։ Թե այս անգամ նա ինքը կկիսվի այդ պահերով, թույլ տալով հանրությանը տեսնել, ով է իր կողքին, ինչպիսի զգեստ է ընտրել, ինչպիսի ժպիտ ունի կյանքի ամենակարևոր օրերից մեկին։
մեկ բան հաստատ է. Ռոզա Դավթյանն այն մարդն է, ով գնահատում է թե ներքին խաղաղությունը, թե զգայական պահերը և վստահաբար հարսանեկան օրը ևս կլինի համեստության, գեղեցկության ու խոր հույզերի համադրություն։ Նա չի ձգտում էժան փայլի կամ ցնցող հրապարակումների, այլ ընտրում է իմաստավոր պահերը արժանի մարդուն ներկայացնելու ամենավեհ ձևով։ Ռոզա Դավթյանն այսօր ոչ միայն դերասանուհի է, այլ նաև օրինակ, թե ինչպես կարելի է պահպանել ինքնությունը՝ ապրելով հանրային կյանքով։ Նրա ճանապարհը լուռ, հմայիչ և ուժեղ շարունակում է գրավել ու հիացնել։ Եվ հիմա, երբ նա կանգնած է կյանքի նոր փուլի շեմին, նրա բոլոր երկրպագուները մի ցանկություն ունեն, որ այդ երջանկությունը լինի անկեղծ, երկարատև ու միայն նրա իսկական Ռոզային արժանի։ Նշենք, որ դերասանուհին այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, ինչպես արդեն նշեցինք, մարմնավորելով գլխավոր հերոսուհուն Անգելինային։ Նրա հիմնական խաղընկերը հեռուստասերիալում Լևոն Մկրտչյանն է, ում հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ։ Լևոն Մկրտչյանի հարսանիքը ևս դարձավ քննարկումների թեմա։ Դե ինչ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությանը, որը հավանաբար ժամեր անց է տեղի ունենալու։ Իսկ դուք միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը դիտեք Ռոզա Դավթյանի հարսանեկան կադրերը և իհարկե տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիր կադրերն են հայտնվել համացանցում, իսկ գաղտնիությունը չստացվեց պահել, չնայած որ Ռոզա Դավթյանը խնդրել էր, որ որևէ տեսանյութ չհայտնվի համացանցում։ Այս անգամ նրա հյուրերից ոմանք չկարողացան պահել այդ գայթակղությունը և հրապարակեցին տեսանյութեր ու լուսանկարներ, որն ուղղակի տարածվեց համացանցում։